Ականատեսեղանքը ներկայացրել էինք ավելի ճիշտ այն դեպքը, որ արձանագրվել էր Իջևանում հողի կռվի խնդիր էր, հարևանները չէին կարողանում խնդրին լուծում տալ իրենց հողերի եւ ներկայացրել ենք մոտավորապես ինչ վիճակա տիրում։ Անպաշտպանեք, տան տղամարդ չկա, տան տղամարդ չունեն։ Եղել դեպք նրա Մոսկովիա բնակ տղան, եկել է երկու եղբայրով մեքենա են քշել, ցանկացել են գցել մեքենայի տակը, մի կերպ փախել է, իրան չի հաջողել։ Սրա ձենին, սրա ծվոցին համագյուղացի ռազմիկը լսել է, որ ծվում է, վա, մեքենայի տակը գցեց, նրանք երկու եղբայրներով արագ քշել հեռացել են, իրանք միլիցիան բացատրություն են տվել, որ մենք առհասարակ այդ օրը Սոֆիային չենք տեսել։ Այս առաջի հաղորդումից հետո արձագանք եղավ այդ ամենին, զանգեր էին անընդհատ լինում եւ երկրորդ կողմն էր ուզում իր փաստերը ներկայացնել։ Սկզբից որ գնացինք, հանդիպեցինք էլի Սոֆիայից ընտանիքին։ Կեղծ փաստերով, կեղծ ստորագրություններով մամայից ծխախոտի տարածքը վերցրել Սևանին։ Ասում եք խիեզայ ասма շատ դե աճուրտը մեր հիմա եկել է 150,000 դրամ, Սևանի հիմա եկել է 100,000 դրամ։ Ի՞նչ է պատճառը, մեզ թանկ ասում, Սևան Այվազյանին էժան ասում։ Առաջինը Սոֆիան կարծես թե մտածում էր, թե մենք չենք հավատում իրեն եւ անընդհատ փորձում էր մեզ ապացուցել, որ ինքը ճիշտ է։ Ու առաջինը որ հասանք Իջևան, նա մեզ տարավ ինչ որ տեղ տարավ եւ ինչ որ մարդու համար վերցեցինք այդ տեղից։ Ներողություն մենք մի բան խնդրենք, Հայկ Սուրենյասլյան ձեզ մոտ է։ Այո։ Կարող եք իրեն տեսնել մի հատ կանչիկելի։ Հիմա Իջևան գործի է։ Որտեղ աշխատում, եթե կարելի է։ Այդ մասպետարանի հետևին։ Հետո զանգեց ինչ որ Հայկ անունով մարդ էր։ Ալո, բարև ձեզ։ Ներողություն, Հայկ դուք եք։ Ես Սոֆիան եմ Դուսաձորից, ես ուզում եմ ձեզ հանդիպեմ, որտեղ կարող եմ։ Անձնական հարցեր ունենք, մենք պարզելու Հայկ ջան, ես խնդրում եմ, մի րոպե տրամադրում ես մեզ, որտեղ կարող եմ հիմա քեզ հանդիպեմ։ Հեռախոսի զրույց չէ, էլի եղբայրս ներողություն։ Չէ, չեմ կարող, այդ հեռախոսի չի, ուզում եմ գամ քո մոտ հիմա։ 2003 թվականին ըստ փաստաթղթերի Հայաստանում չի եղել եւ ներկա չի եղել ինչ որ դատական ակտի, որտեղ նա հրավիրված էր որպես վկա, որպեսզի ցուցմունք տար ի վնաս Սոֆիայից եւ դատարանում ասել, որ Սոֆիային հրաժարվել են միլիցիայում խոստովանեն եւ ինչ որ ցուցմունքներ տալ։ Դու 2002 թվականին եկել ես իմ դեմ ցուցմունք ես տվել ոստիկանությունում։ Ճիշտ է։ 2003 թվականի դու Ռուսաստանի Դաշնություն գնացել ես թե ոչ։ Դու քաղաքապետարանից կեղծ անհիման տեղեկանք ներկայացել ես Վարուժան Ներսյանի մոտից իմ դատարան թե ոչ։ Բայ շատ շնորհակալ եմ, ես քեզանից շատ եմ շնորհակալ, գոհ ենք ձեր պատասխանից, ստեցություն ձեզ։ Այո, բավարարում եք, ստեցություն։ Սոֆիան գտել էր, որ այդ մարդը Հայաստանում է եղել եւ պարզապես նրա անունը կեղծ է գրած եղել եւ նա տարածքից չի բացակայել Հայաստանի եւ նա զանգահարեց մեքենայի մեջ նկարանած կար, թե ինչպես այդ մարդը իրականում ասում որ ովքեր ասել են թե ինքը չի եղել Հայաստանում, գլուխները պատով են տվել եւ իրականում ինքը Հայաստանում է եղել այդ ժամանակ։ Եվ Սոֆիան մեզ ապացուցեց, որ իրոք նրան դեմ սարքվել է գործ, ինչ որ քաղաքապետի կամ գյուղապետի կողմից եւ նրան ի վնաս է եղել այդ ամենը։ Մենք ինքներս ականատես ենք եղել, թե ինչպես է մեր հողը զավթվում, թե ինչպես են աղբալացնում, ու անընդհատ ռադիկալներ են խփում, մեզ վիրավորում, հայհոյում, դեպի ենթարկում ունենք դատաբժշկի ակտեր, որ դատաբժշկի ակտերը սակայն տեղիք չեն տալի, մեր օրինական բողոքի ընթացք չի ստացել։ Հաջորդը դա եղավ, որ հանդիպեցինք Լուսաձոր գյուղում, դա գյուղապետն էր նախքին, որը 15 տարի այդ գյուղի գյուղապետն է եղել։ Սկզբնական խոսակցության ընթացքում նա պատմեց իրողությունը եւ կարծես թե մեղայական էր գալի, որ նախկինում ի վնաս է եղել աշխատել Սոֆիայից եւ ինչ որ օգուտներ է տվել այդ իրենց մյուս հարևանին եւ հիմա որպես իր որ զգացել է մեղքը, կարծես թե նրա խղճի վրա ազդել է եւ նա փորձում է ինչ որ ձև օգնած լինել այս անգամ Սոֆիայից։ Հիմա գիտեք, իրանք աղջիկներ են ու կռվի ժամանակ էլ մի քիչ տղամարդ ասենք որ իրան զուսպա պահան աղջիկներն էլ ընդհանրապես սիրում են չէ որ մի քիչ գոռան ասենք բան տպավորություն են ձևով եղել որ ստացվում է որ անընդհատ մեղավորն իրենք են բայց այսօր շատ հարցեր են երբ խորանում ենք ու տեսնում ենք որ ասենք թեկուզ ազատ տարածք է եղել երկու հարևաններ են մեկը 5000 մետր է օգտվել այդ ազատ տարածքից այն մեկն էլ ընդամենը 40 մետրի խնդիր է եւ 40 մետրը կարելի է, չէ, զիջած եւ այսքան պատմությունները ոչ մեկին հաճելի չի, երևի ոչ լսի, ոչ էլ տեսնի։ Եվ նա պնդեց, որ ինչ որ տարածքներ իրականում նա ավելի շատ է տվել մյուս Այվազյան Կարոյանցը,
քան իրականում հասնում էր նրանց եւ նրանք գյուղում բավականին չափ հողաբաժին ունեն, ինչ որ վկայություններ էին բերում, որ Կարոն գյուղում 2 հատ տուն ունի, սակայն գրանցումից դուրս է եկել, որ իջևանում տուն ստանա, սակայն հետագայում Կարոն մեզ ցույց տվեց փաստաթղթեր, որտեղ իրականում նա գրանցված չի եղել գյուղում 91 թվականի վկայականներով, որ նա գյուղում ոչինչ չունի, նա հիմնական տունը իջևանում է, որը ստացել է զինվորական աշխատանքի դիմաց, քանի որ նա երկար տարիներ աշխատում է զինվորական որպես։ Յուրաքանչյուր քաղաքացուն ունենում է մի հատ պասպորտ, երկուսի չունեն։ Այս պասպորտը իմն է, իմ սեքան պասպորտն է, ոնց ավելացել է, ոնց բացել է։ Նա ոնց ասում թե այս հողն իմն է, օրինակ ոնց ասում այս հողը Իրանն է, եթե այս հողը ստիվերջանում է։ Մենք Կարոյի հայրը ինչ որ տարբեր բաներ պատմեց Սոֆյանից մասին, պատմել թե ինչպես են Սոֆյանին կանթատ հետևում, նրանց չեն թողում, որպեսզի նրանք հանգիստ ապրեն, գիշեր ինչ որ լույսեր են գցում նրանց բնակարանի մեջ, նա պնդում է, որ գիշերով նույնիսկ վախենում է դուրս գալ, զուգարան գնալ, այսպես ասած, եւ նաեւ ասում է, որ այն անցած անգամ որ ցույց են տվել աղբը, դա ինչ որ քամու պատճառով է եղել եւ նրանք խնդրել են, որպեսզի Սոֆյան ներողություն են խնդրել, որ քամին գցել է նրանց այգին եւ որ նրանք խնդրել են, որ Ես էլ ասում, միջև իրա ցանկավոր եկել եմ մասնագիտական ակտը։ Այս ժամանակ պահանջել է, ես փաստեր ունեմ, թղթեր ունեմ, պահանջել են, ասել են հրատայզատի, վկայական ասලා ես վկայական չունեմ։ Իմ թղթերի մեջ, իմ արձանագրությունների մեջ բոլորը գրված է։ Այդ ժամանակ ինչպես չկա, հիմա ինչպես եղավ։ Խնդրում եմ բերեք։ Ես արձանագրությունները ներկայացնում եմ մարզպետարանի կից, մարզպետ Ղուլայանի պեչատով, որ չի ունեցել։ Եվ եղավ այդ ամենը։ Ինչ ճանապարհով եղավ, ես ճանապարհով։ Խնդրում եմ բացահայտել ճանապարհը։ Սովետի ժամանակաշրջանում մանավանդ անկման ով ինչ ուզել ելաներ։ Սակայն հետո մենք տեսանք վկայականները արդեն հողի չափագրումները, որտեղ 91 թվականին պետական կադաստրը հաստատել է, որ այդ տարածքը Կարոյենցն է եղել եւ մինչեւ հիմա նրանցն է պատկանում եւ նրանք երբեք չեն վերադարձնի Սոֆյանին։ Մարզպետարանը եկել է պահանջել, ինչի չէր ներկայացնում աշխատողների մարզպետարանի իրական վկայական այդ ժամանակ։ Ինչի չէր ներկայացնում։ Մարզպետարան չի եկել։ Սուտ ասում է։ Ես փաստեր ունեմ։ Սուտ ասում է։ Պնդում էին, որ Սոֆյանին կարող է նրանց քարով խփել, մեզ բերեցին դատական վճիռներ, որտեղ Սոֆյան եւ Թամարա Այվազյանները դատվածություն են ունեցել։ Նրա հայրը պնդեց, որ երբ նրա Սոֆյան քարով խփել է իր կնոջը, նա է գնացել հետո բողոքը հետ վերցել, որպեսզի Սոֆյան չնստի, այսպես ասած, եւ համաներման տակ է ընկել, բացի այդ։ Եվ կատարապետներ կա։ Քեզանից այդ գույքն ուզել։ Քիչի հանում շատ, ասես չունեն։ Ասեցի չունեն։ Այն ժամանակ Լուսաձորի ոչ մեկին չի ունեցել։ Բոլորին են ունեցել։ Չի ունեցել, նոր է քացել, փնման ժամանակ քացել թուղթանը։ Ճիշտ ասած, խճճված պատմությունը կոնկրետ ես չեմ կարողանում կողմնորոշվել այս վիճակում, թե ով է ավելի ճիշտ, ով է ավելի սխալ։ Պապա, 80 թվին 80 թվից առաջ քարը։ Համի ունես ես փաստացի թուղթը։ Դեպի։ Դեպի։ Դու ո՞նց ես կերպի եմ շապի։ Պի, փաստացի տակում ես բի։ Պապա, բերան, միոպե։ Դու լիջանես քացել այդ դեպքը։ Ու կադաստրի աշխատողներին քուտանը խնդրել ես։ Թամարա։ Հա դու շատ բան կասես։ 40 քառակուսու մասին է գնում խոսքը, տեսագրության մեջ կա, որ ցույց է տրված մի փոքր արան կա, փոքր տարածքի համար չարժել 40 տարի, որ հարևաններով վեճ լինել եւ հարևաններով վատանել, քանի որ հարևանները երբեմն հերո բարեկամից լավ են լինում, իսկ որը նրանց մասին չի էլի ասված արդեն։